Լսի, ներողություն եմ խնդրել։ Easy Tiger։ Գլուխը պատով տվեցի։ Էլ ինչ արժեն նիստ, եթե չքննարկեն տրուսիկները։ Տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ։ Քոչարյանի եւ Մարտի 1-ի դատավարության ազդում են մեր բնական միջավայրի վրա, մասնավորապես ճնճղուկների միգրացիայի։ Fuck you ճնճղուկներ։ Բարև ձեզ, եթերում ARM Comedy-ն է, դուք հանում եք ինչ-որ համով ուտելու բան, իսկ մենք հանում ենք այս արմատուրայի թիքեն, բայց բարի նպատակով։ Այո, շատ կարևոր է արմատուրա հանելիս միշտ բարի նպատակով հանել, օրինակ հայու օջախ կառուցելու նպատակով, ինչ-որ լավ շենք, ու ստեղ ձեզ օգնության է հարցնում GTB Steel-ը։ Արարատում ձուլված, բայց գերմանական տեխնոլոգիաներով այս հրաշքը սպասում է ձեր պատվերներին։ Ունեք բիզնես, որի մեծ մասը լիքը բեր տեղափոխելն է մինիմալ ծախսերով, դե ուրեմն պատրաստվեք, որ հեսա պետք է աճի, որովհետև JMC Carrying Plus բեռնատարները նախ լեռնային էս մեր լանդշաֆտին են հարմարեցված, ունեն ընդարձակ վարորդի խցիկ, ուժեղացված ռամա, մանե դու ասա։ Գինն էլ ամենամատչելին է ընդամենը 8.9 միլիոն համով բեռնատարներ ձեր աճող բիզնեսի համար։ Այդ վարորդի ընդարձակ խցիկում էլ կարաք լիքը աշխատող տեղավորեք։ Vigus Touring Grand Avenue Carrying Plus Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին, շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գին է, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue Plus 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արագ աճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Եվ այսպես պատրաստվում ենք այսօրվա թողարկմանը ու պարզեց, որ Հայաստանի արժան բնութագրելու համար պետք է մի հատ նոր օքսյումարոն քանդակել, այն է բուրընլոքշ։ Դա այն իրավիճակն է, որ եթե ձենը անջատած ես նայում, օրա ինչ-որ թեժ քննարկում է բուրըն գնում։ Թվում է ինչ-որ բարդ խնդրահարույց օրինագիծ են բերել, կամ մտածում են ոնց են 13 միլիարդ դոլար պարտ կպագել, կամ քննարկում են, որ Սյունիքի վրա արա ամեն օր կրակում են։ Բայց հետո ձենը միացնում ես ու պարզվում է ինչ։ Բա խիեք ուրանում Սիմոն Վրացյանին, խիեք ուրանում Դաշնակցությանը, Քաջազնունուն, խիեք ուրանում Խատիսյանին։ Բա այդ մարդիկ գնացել են կնքել են պայմանագիր Թուրքիայի հետ, որը կոչվել է բարեկամության եւ խաղաղության բարեկամության։ Նայեք, եթե մեկը չգիտի է սովա, կարա տպավորություն ստեղծի, որ Քաջազնունին ու Վրացյանը այդ ինչ որ պատգամավորներ են այսօրվա ԱԺ-ից կամ լավ գոնե ինչ որ 90-ականներին, ասենք թալանել են, դրա համար միջև այսօր քննարկում են։ Չէ, դրանք 100 տարվա քաղաքական գործիչներ են, ում 7-րդ տարին է շատ բուրըն քննարկում են ԱԺ-ում փոխանակ այսօրվա խնդիրները։ Նո չէ, Նարեկը մի քիչ ուռճացնում է։ Մենակ 100 տարվա անցյալը չեն քննարկում, այլ նաև 30 տարվա անցյալը։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ մարշավանում։ Էտով ասეთ։ Գլուխը պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացի որովհետև։ Սա միգրենիա սկսում մոտոսող։ Այդ որովհետև դեռ չենք հասել տրուսիկների քննարկմանը։ Մենք հասնելու ենք տրուսիկների քննարկման։ Էլ ինչ արժեն նիստ, եթե չքննարկեն տրուսիկները։ Էլի Վահագն Ալեքսանյանն էր։ Չէ, ավելի խոշոր։
Ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովաց ծախի դնի այդ ծրագրերի մեջ, որտեղ ոչ մեկ չի նայելու։ Կարամ կտրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ նայես տեսնես, որ մի գնա, ուր ես գնում, բայց ուր ես գնում, բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արին ես դե մի գնա, վախեցար։ What the fuck is going on? Սիրելի բարեկամներ, եթե դուք նույնքան խույվորած եք, որքան Սերգեյը, դա նորմալ է, ես էլ եմ քիչ խույվորած, բայց եկեք գոնե հույս հայտնենք, որ նկարը, որը Արժան նախագահը ուղարկելու եք Եղան Մանուկյանին, ձեր մտածած նկարներից չի։ Dick pic չի։ Չեմ ասել, բայց հա, դրանցից չի, բանն այն է, որ Ալենը ժամանակին նկարվել է մի սերիալում, որտեղ կային համարձակ տեսաներ, բայց դες ինչ ցենզուրայից դուրս բան չկար։ Եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք ասել եմ դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ եւ իրավիճակը լարելու չեմպիոն եք։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Չէ, նայ, մենք էլ ենք ընկնում բուրըն լոքշի ծուղակը, թվում է թե ինչ-որ բան կատարվում է, բայց բովանդակություն չկա։ Այո, այնպես որ չընկնենք ծուղակը, փորձենք կենտրոնանալ իմաստի վրա։ Դու չէ շատ ամբողջորգոր այդ ինչում փորձենք ինչ-որ իմաստ գտնել այնտեղ, որտեղ քննարկում էր հեռուստատեսության եւ ռադիոյի զեկույցը հանձնաժողովի, այդ հանձնաժողովն է, որը միշտ նայում է Հմեկի Պետրոսի եթերներ, ու այնտեղ ոչ մի խնդիր երբեք չի տեսնում։ Հա, բայց դեռ մի փոքր անակնկալ կա։ Նախ Ալենը մի գլուխ բողոքեց TV5-ից։ Այն մի հատ հաղորդում կա, Հմեկով, որ ասես երկու ճամբարներ են ընդդիմադիր ու այսպես Այն օրը ընդդիմադիր ճամբարում գիտես ով էր որպես ընդդիմադիր Գայանե Աբրահամյանը նախքին քրական պատգամավոր Մեր լրատվամիջոցների, այսպես ասած, սեփականատերը լրատվամիջոցները ինչ են անում։ Վերցնում են նոր ֆիլմ, ենթադրենք 100 տարվա մենություն ֆիլմը, որը որ 2025 թվականի ֆիլմ է, ինչ որ երրորդական կազմակերպության հետ պայմանագիր են կնքում եւ որ իբր իրենք գնել են այդ ֆիլմը այդ կազմակերպությունից եւ առանց իրավունքները ունենալու ցույց են տալիս։ Երկրի տոլի երրորդ դեմքը մեղադրում է 5-րդ ալիքի Netflix-ի այն ամենաթարմ սերիալները ցուցադրելու մեջ։ Միշտեր եթե 5-րդ ալիքը մի քիչ հումոր ունենար, ինքը կգներ իրավունքները Ալենի այդ փախուստ սերիալի ու դա ցույց կտար ու դա կլներ trolling level god։ Բայց խեն вообще Netflix-ը քննարկում չէ որ Netflix-ը հիմա անձամբ գալիս է Հայաստան ստեղ սերիալներ նկարի։ Ասեմ ավելին, արդեն Ալենի հետ բանակցում են, որ Netflix-ի սերիալներից մեկում ասես գոնե փոքրիկ կամեո ունենա, ոնց որ իշմե Շվարցը որ գուբերնատոր էր, Տերմինատորում մոմենտ հայտնվեց։ Ինչքան է տևելու այդ պիրատությունը այս արդար ընդդիմադիր հերոստալիկների կողմից։ Կրկնում եմ, պիրատությունը, գողությունը, արդար լուրեր տվող TV5, Երկիր մեդիա եւ այլ հեռուստաալիքների կողմից։ Ինչքան է այդ հանցագործությունը շարունակվելու եւ թոս փչոցին։ Ոստե հրահը դուրս է գալիս ու ասում է շատ անսպասելի բան։ Հա? Հա ինքը շոկի մեջ են։ 5-րդ ալիքը ցույց է տալիս բավականին թարմ եւ հետաքրքիր ֆիլմեր, ցուցադրում է դուբլաժով, ինչը շատ կարեւոր է, հա, եւ մենք գնահատում ենք այդ աշխատանքը։ Դեռ 2 տարի առաջ մենք վերից վար ստուգեցինք բոլոր պայմանագրերը, 5-րդ ալիքը պատշաճ գնորդ է եւ որևէ բան չենք կարող անենք։ Նեշի որ չենք փորձում մի հատ կեղտ բռնել ու փագել դրանց։ Թարսի պես պարզվեց սա օրենքով էր։ Հիմա Ալենը զրպարտության համար երևի ներողություն կխնդրի, չէ՞։ Բայց դա արդեն Netflix-ի բուրըն լոքշ սերիալում, որ իրական կյանքում բնականա չէ։ Բա Netflix-ը չասեց լավ ագոնե հայերեն եք թարգմանում մեր սերիալները։ Մենք պաշտոնապես դիմեցինք Netflix-ին, որտեղ մեծամասն ֆիլմերը Netflix-ի են։ Մենք ստացանք պատասխանը Netflix-ից մոտ 4 ամիս հետո, եթե չեմ սխալվում, եւ պատասխանը այնպեսին էր, որ մոտավորապես բանն եմ ասում, հա, փիլիսոփայությունը դրա կոնցեպտը, որ մենք չգիտենք, մեզ դա չի հետաքրում ընդհանրապես, հա, ինչ ուզում եք արեք։ Netflix-ը, որը հեսա 10 րոպեից գալիս է Հայաստան, տենց արհամարական է խոսում ես երկրի մասին։ Դե այդ մի քանի տարի առաջ է։ Հիմա գիտեք ինչ ջանջիգյար ենք Netflix-ի հետ։ Netflix-ի հեռախոսում Հայաստանը գրանցված է որպես կյանք։ Լավ, վերադառնանք կարևոր թեմաներին եւ այսպես Քոչարյանի եւ Մարտի 1-ի դատավարության 6-րդ տարիներ ընթանում։
5 րոպեանոց ընդմիջումից հետո դատավորը հանգստի սենյակից կարծես շատ անհանգիստ է վերադառնում նիստերի դահլիճ։ Ընդմիջման ժամանակ նա Երևան Today լրատվական կայքի մի հրապարակում է կարդացել, որից հավանաբար նեղսրտել է։ Բանն այն է, որ հրապարակման վերջում գրված է, որ դատավորը նախկին ԿՊԱ-ական Սարգիս Պետրոսյանն է։ Հա, բայց դատավորը իրոք նախկին ԿՊԱ-ական չի։ Հա, ինչ կապ ունի դա։ Դու նախկին ԿՊԱ-ական լներ մի հատ չի նեղսրտի։ Դե в принципе հա։ Հա, բա ինչ ենք զարման։ Ես ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշում եմ։ Այսինքն հուշում եմ ինչ վերնագրեր գրել։ Երևան Today կայքի լրագրող Աննա Գորգինյանին է հարց տալիս։ Լրագրողի պատասխանը կարծես հունիցանում է դատավորին։ Կանցնեք մենք ձեր նման չենք կարող ինքնուրույն աշխատել։ Այսինքն եթե դուք ինձ մեղադրեք նրան, որ ինձ գուցե հուշում են վերնակի գրելուց, ես մի կարծիք կարող եմ ունենալ ձեր մասին, մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ վարել։ Դուրս գնացեք դատավորիստի։ Բայց կարող է լրագրողը զրպարտում է դատավորին, գուցե իրոք չի եղել տենց բան։ Հենց այս դեպքերի համար Սերգեյ Աստված ստեղծեց YouTube-ը։ Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի, խնդրում եմ ողջունել։ Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի, խնդրում եմ ողջունել։ Գուցե ադաշա եւ նմանակ Արի միջև վերջ չբացառենք այդ տարբերակը, բայց եթե ես լինեի Նիկոլը, որը անպայման վիզ դրած ուզում է Քոչարյանին նստեցնի, ոչ թե ընտրություններից առաջ sense ինչ-որ փակի բացի հանի, այլ հենց իմինը նստեցնի։ Միթե ես չէի ընտրի մի հատ լրիվ sense պողպատե բետոնե sense դատավոր, որ հետո չգնան եվրոպական դատարաններում կրեն։ դատավոր, որը ոչ մի կապ չունի ԿՊ-ի հետ, անգամ եթե Ալամ աշխարհի լրագրողներին կանչեն, սա ուղիղ մեջբերում էր։ Որ եթե մի բան ունենում ենք, ասեմ, ուղիղ ասում ենք։ Առնվազն այդ տպավորությունը պետք է Կապ չունենք։ Ինչի կապ չունենք։ Շատ լավ, շատ։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ։ Ես հուսով եմ, որ ձեր մոտ տպավորություն չի, որ կապ ունենք, որովհետև նա եմ ասում բոլոր դիսկորդի։ Ես էլ հույս եմ, որ եթե ինչ-որ կասկածներ լինի, որ ես այս կամ այլ կերպ ամեն անգամ վերնագրած քաղաքական ուժի հետ կապ ունեմ, դուք անպայման կբարձրաձայնեք, մենք կբարձրացնենք։ Բոլոր Ալամ աշխարհի լրագրողներին կկանչենք ու երկրորդ կհասկանանք։ Դուք ձեր փաստարկները կբերեք։ Ես էլ ձեզ նայելով հակապաստարկներ։ Եսի միտքը ավարտել։ Sponsor թե վստահ կարելի ասել, որ ոչ ոք չի նստելու։ Բայց արդյոք կնստեն քաղաքացիները, որոնք չկարողանան լրացնել հայտարարագիր, այս այն փորձում պարզել ԱԺ-ում։ Փաստորեն օգտակար բաներ էլ անմաժն ու շատ լավ անցում էր։ Հիմա ամենակարևորը սիրելի հայրենակիցներ Ագնես Ախամոյանի ձեռքի տակ Պեկի մի փաստաթուղթ է հայտնվել, որտեղ գրվածը падգամավորի պնդմամբ չի հաստատում, որ չեն կալանավորելու հայտարարագիր չլրացրած քաղաքացիներին։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում։ Ոնց է հնարավոր սենց կարևոր հարցում հստակ պատասխան միջև հիմա չտալ, ոչ դատախազությունից, ոչ արտարդատության նախարարությունից։ Լավ, եթե ոչ ոք պատասխանը չունի, գոնե Դանիել Հովհաննիսյանին արծրեք։ Իշխանությունը բերեց ամենածանրակշիռ փաստարկը, որ քրեական պատասխանատվություն չի լինելու։ Ավելի ծանրակշիռ, քան եթե Դանիելը ասեր։ Չէ, դե բայց հիմա այս բերեց։ Ուրեմն որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կընթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ падգամավոր լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից։ Իսկ մենակ ինքը թե իր հարևան Պողոսն էլ։ Համ ինքը, համ հարևան Պողոսը, համ էլ Աղազարյանի Մոսկվայի ընկերը երեքով սիրուն ներողություն կխնդրեն։ Լավ, իսկ միջև օրս արդեն կես տարի անցել է պրակտիկորեն, քանի հոգի է հայտարարագիր լրացրել։ Մոտավորապես 35,000 հոգի է սպայդությամբ հայտարարագիր լրացնել, մոտ 35,000 հոգի։ Ընդամենը, այսինքն բնակչության մի 5%-ը, այո, նույնիսկ հարևան Պողոսը չի լրացրել, տպավորություն է ստեղծում, որ գիտես ինչ, ոնց որ մարդիկ չհավատան, որ կառավարությունը այս միսիան միջև վերջ է իրականացնելու։ Ինչպես մքեցված ապակիների միսիան, տոպրակները վերացնելու միսիան, այն սեղանին աղամանիկ չդնելու միսիան։ ու չի օգնում նույնիսկ այն փաստը, որ արդեն երրորդ անգամ են վերջնաժամկետը հետաձգում, հիմա էլ նոյեմբերի 1-ն է։ Կարող է երազեի տեսել, եկել եք ձեզ պատմում եք, դուք էլ ջուրն էիք։
Եթե ամեն բան այդքան պարզ է, ինչու են թե գլխավոր դատախազությունը, թե ՊԵԿ-ը խուսափում հստակ ասել, որ չեն պատրաստվում բանտարկել եկամուտների հայտարարագիր չլրացրած քաղաքացիներին, հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Երևի ուղղակի հավես չունեն։ Իրոք իսկ կայստե մի բան մուտնի է, որտեղ եկեք չմոռանանք, ինչ էր կառուցում կառավարությունը։ Նոր բանտ։ Որը պետք է լինելու լցնել, որտեղ անկեղծ լինենք, էլի ոչ ոք booking.com-ով իր համար խուց չի պատվիրելու գնա նստի։ Իսկ եթե ամեն դեպքում ինչ որ մեկին նստացնեն, ապա Թունյանը անենց ներողություն կխնդրի, որ մարդը հաճույքով կնստի։ Okay, դեսո։ Նայեք ոնց կլինի երկրորդ մասում, ինչ։ Երկրորդ մասում քաղաքապետարանը բացատրում է վատ տոմետների առեղծվածը, իսկ Խաչատուր Սուքիասյանը դուրս է գալի ափերից։ Ես դեր տեղը երկրորդ մասը կնայի անպայման։ Լսի Դոմուսից են կորդ բրենդի կոնդիցիոներներից ձեռք բերեցի, արա էտի շլավնա, ինչ մաչելի է։ Մենք պայմանավորվել ենք, որ կորդ տեխնիկան գաղտնի է սպահելու։ Հա, անջատացա ձեզ աղջիկը, տղեկ ռեկ չի, չէ։ Հա, մի խոսքով ինվերտորային կոնդիցիոներներ են։ Լսի, աշկես ես էլ մի հատ մտնեմ Դոմուս, որտեվ այս ամառը որ գալիս է, անեն շոկ է, ջրի մեջ կորում է։ Ուզում ես այդքան մի մանրամասնի, որտեվ տեսախցիկը ոնց որ միացավ։ Դեգի մոտներս չեպե է, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է։ Մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսին ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Եվ այսպես սկսենք այս մասը հրատապլուրից։ Տոքսիկ ռաբիզի ասպետը լցրեց համալիրը։ Որոշ քաղաքացիները ահա զանգում են, որ Թաթուլի երկարվեստը լայն զանգվածներ է ներգրավել։ Ինչքան լայն։ Հիմա հեյթերները կասեն հայ-թուրքական մերձեցումը արագ տեմպերով առաջ է գնում։ Haters gonna hate։ Իսկ ինչ որ բլոգերներ կասեն, բա դեր հարսանիքին ինչ է գանում, կավա Led Zeppelin-ի տակ եք տժում։ Մի քանի օրից ամեն դեպքում սա կմոռացվի ու այս նույն մարդիկ սիրով կգրեն թուրքը ին թշնամին է։ Լավ, դե անցնենք առաջ, որտեղ ոստիկանությունը զորավարժություններ անցկացնում։ Քրեական ոստիկանության հարգելի ծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Դեռ մի 15 տարի առաջ շատ տարօրինակ կնայվեր այս ամեն ինչը, բայց հիմա շատ նորմալ է։ Կին ուժային նախարար, Փոքրիկ հատուկ ջոկատայինների վարժանքներ։ Լավ, իսկ գոնե ինչ-որ տենց էքսպերտ է եկել այս վարժանքները անցկացնել, թե Էլի Դանիելյանյանն է իր փորձով կիսվել։ Ավարտին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա Լազար Սիրոյանին։ Լաս Վեգասի հակահաբեկչականն է մեզ օգնել։ Մենակ ինձ թվաց
որ դոգին կալանավորած մարդու գոր ժպիտա սիրելի Լազարի դեմքին։ Այո, մարդը որ հստակ գիտի ոնց է պետք փռել ասֆալտին կազինոյում են կարտերը հաշվող ու փողերի հետ թռնող մարդուն կամ Elvis-ի նմանակներին, որոնք երգերը ֆալշ են երգում։ Viva Las Vegas։ Վերադառնանք Երևան, որտեղ քաղաքապետարանում բացատրում էին վատ տոմետների առեղծվածը։ Անդրադարձ եղավ Աչափնյակում ու Շենգավիթում մայթերի անորակ տոմետների մասին համացանցում տարածված տեսանյութերին։ Երկու վարչական շրջանների ղեկավարներն էլ հայտարարեցին, խոսքը 2021 թվականներին կատարված աշխատանքի մասին է։ Այսքան բան ընդամենը պետք էր Մարությանի ջեբը գցել այդ տոմետները։ Դա իսկ ուրա Մարությանը ինչ կասի նա ի պաշտպանություն իրեն։ Մարության մի հատ պարզաբան է, ինչ է կատարվում։ Բարև ձեզ Լոս Անջելեսում ապրող սիրելի հայրենակիցներ։ Ապրիլին գալիս եմ ձեզ մոտ եւ ինձ հետ բերում եմ իմ նոր հումորային մոնոլերկայացումը։ Սիրված ակտիվիստը մի քիչ զբաղված է, գնում է Լոս Անջելես, մենակ չթողնեք այնտեղ Լաս Վեգասի տոմետները փոխի։ Լավ, այդ ընթացքում բարձեցինք փաստորեն, որ Ավինյանը տոմետների հետ վաբշե կապ չունի։ Իսկ նենք բլոգերները փորձում են սևացնել ակնհայտորեն սպիտակ քաղաքապետին։ Խիստ կասկածում եմ, որ ներկայացնողը չգիտեր երբ է կատարվել, բայց այնուամենայնիվ կարևոր է արձանագրել։ Նշվեց նաև, որ Շենգավիթում այդ աշխատանքը չի արվել համայնքային միջոցներով։ Հերիք չի Մարությանն էր արել, հլմիատել ոչ բյուջեի հաշվին, այլ ինչ-որ բարերարի, բայց շրջանցեցին բորջուրների հարցը, որոնք ակնհայտորեն բավական թարմ էին, հետ մարությանական, ու սենց մի հպումով ընկնում էին։ Դե, զատո այդ թեման շրջացեցին եւս մի քանի հոգու նստացնելով։ Ազգային անվտանգության ծառայությունը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների էր ձերբակալել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով։ Մի հոգի մեր աշխատակիցներից, եթե չեմ սխալվում, տնային կալանքի տակ է եւ այս պահին նախաքննությունը դեռ, եթե չեմ սխալվում, շարունակվում է, որովհետեւ այլ բան չեմ կարող ասել եւ կարող եմ նաեւ փաստել եւ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային պետական բյուջեից մեկ լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկավություն է։ Շատ կոշտ են տրամադրված իշխանությունները թալանի հարցում։ Հերիք չի թալանին են դեմ, մի հատ էլ փորձում են խնայել էլեկտրաէներգիայի վրա։ Քաղաքապետը խոսեց նաև Երևանում տեղադրվող LED լուսատուների առավելությունների մասին։ Էներգիայի էական խնայողություն, ավելի լուսավոր բակեր ու փողոցներ, բայց այդ լուսատուներն ըստ նրա ազդում են մեր բնական միջավայրի վրա, մասնավորապես ճնճղուկների միգրացիայի։ Fuck you ճնճղուկներ, հիմա մեր քաղաքի լուսավորությունը պետքա հարմարացնենք այդ անսլուխ թռչուններին։ Ու ի՞նչ է, շատ մութ, հա, թե շատ լույս այդ պեդա թռչունների համար։ Կարծում եմ մի փոքր ավելի գիտական հենք է մեզ պետք այդ առումով, որովհետև միգուցե 3000 կելվինն էլ բավարար ցածր չի, միգուցե էլ ավելի ցածր պետք է իջնենք, միգուցե պետք է գնանք հնարավորինս այն տրամաբանության, որ շարժմանը արձագանքող տվիչներ դնենք։ Չէ, հոբ լավ ձեռ եք առնում, այդ ճնճղուկներին ոչ թռչունի տեսքով եմ սիրում, ոչ էլ առավել եւս կապիտան Ջեքի տեսքով։ Էլ չեմ ասում, որ կարող է հենց այդ ճնճղուկներն են կերել Որթան Կարմիրի են Որթանը։ Նենց որ կլինի Երևանի լույսերը ձևավորեք նենց ոնց որ երևանցիներին է հարմար, ոչ թե Նարեկի ասած ճնճղուկների։ Այդ ընթացքում մեծ թափով անցկացում է Երևանի կանաչապատումը։ Բեգոյան ջան, մի հատ ասա ինչ է արվում, որտեվ sense որ նայում եմ տենց ակնհայտ չի երևում ամեն ինչ։ Մենակ եթե խնդրենք այդ բացատրեք Մորքուրի սիրած բաժակը հենց նոր կոտրած երեխայի ձայնով։ Փողոցը փորձում ենք բերել միատարության, փողոցն ընդհանուր առմամբ զարդարելու են մեկ տեսակի բավականին գեղեցիկ սաղարթ եւ մեծ սաղարթ ձևավորող, բավականին գեղեցիկ ծաղկման շրջան ունեցող եւ բավականին չորադիմացկուն ցերցիս կոչվող հայերեն հուդայացար տեսակի ծառատեսակներ։ Ցերցիս, իսկ մեզ թվում էր հուդայացարն է վաթենչում։ Այո, Երևանը պատելու են ցերցիսներով։ Ցերցելու են Երևանը։ Լավ, իսկ հերացնում են մենակ այն շատ sense հիվանդ գոյացություններով դենդրո պացիենտներին, չէ՞։ Սա էլ է ուռուցք։ Այս ծառը չի։ Էսի ծառը հենա։ Դուք տեսեք ինչպիսի ուռուցք ունի։ Հիմա կասեք ինչու ենք պահես ծառը։ Սպասեք կռահեմ, այդ պահել եք, որ այն համբալ ճնճղուկները նստելու տեղ ունենան, հա, հանկարծ չգնան, չմիգրացվեն։ Թե որ, ասենք, առողջ ապրելակերպ տարածեն են մյուս ծառերի մեջ։ Ծառը պահել ենք միայն մի հանգամանքից ելնելով, որ ստվերը անմիջապես տենց չկտրվի, եթե մեր
հանրությունը մի քիչ դրա մասին է մտածում։ Մանավանդ որ ծառի վրայի ուռուցքը ինչքան մեծ, այդքան ստվերն էլ մեծ։ Բայց կա հակառակ կարծիք։ Ընդդիմախոսները հակադարձում են, առողջ ծառեր են կտրվել։ Սա կտրված հատվածներն են։ Որևիցե տեղ այս ծառի վրա, թե փոքր ճյուղերի վրա, թե խոշոր ճյուղերի վրա, մենք չունենք որևիցե վնասվածքի մասին խոսացող ինչ-որ մի բան։ Ես առայժմ կլռեմ, вообще լավ կլի ես անդադ լռեի, մասնագետները խոսային։ Вообще լավ կլինի այդ ակնհայտ բաները չթողնենք նրան թե ով ավելի բարձր իր կարծիքը կգորա։ Իսկ ինչա կարծում հանրությունը, ինչա կարծում հանրությունը Այո, շետ հանրությունը ինչա մտածում, թող գիտնական ասի, այդ ուռուցքը լավ է թե վատ է։ Բայց հանրությունը, ինչ կասի հանրությունը, չնայած հանրությունը դեռ տպավորության տակ է։ Տենես այս թաթուրի համերգի մասնակիցների մեջ կան մարդիկ, որ համել ջահերի երթին են մասնակցում։ Օրը սուս տանում ես մեզ ինչ որ կռվելու ես դաշ, չենք գնում ես asking։ Ծուղակը տեսնում եք, вообще կարծիք կա որ սխալ էր այդքան ծառ կտրելը։ Երբ որ այսօր լսում էի ուղղակի կազմակերպության տնօրենին, ապշում էի, որ նա ասում էր ոչ լոտ ծառերա։ Այսինքն եթե մարդու մոտ ոչ լոտություն լինի, մենք պետք է նրան էվտանազիայի ենթարկենք, այլ ոչ թե մազերը բուժենք։ Մի երկու հատ sense մասնագետ խոսա, ես ինքս եմ գնալու կտրեմ այդ ծառերը։ Հարգելիս, ծառը ու մարդը շատ տարբեր բաներ են։ Հիվանդ ծառ կտրելը նույնը չի, ինչ ոչ լոտ մարդու գլուխը կտրելը։ Դրանք շատ տարբեր բաներ են, շատ։ Անդիմադիր դենդրոլոգը նաև կիսեց Ֆրանսիայի օրինակով, որտեղ էլի կան հուդայածառեր։ Օդյախտոտվածության տեսանկյունից առաջատար կենտրոն համայնքից սկսելը անթույլատրելի է։ Հուդայածառերը Հայաստանում նախկինում էլ տնկվել են, սակայն գեղեցկության համար վստահեցրեց Վարդանյանն ու ասաց. Միջազգային փորձագետներից ստացել են եզրակացություններ, որ ծառերի հատման ճանապարհով գնալը անդառնալի սխալ է։ Ստացել ենք բոլորից խիստ բացասական կարծիք, իսկ Ֆրանսիայից հատուկ մենք Միշել Պենան գրել էր նամակում, որ մենք Ֆրանսիայում 2000-ականների նման մի գործողություն իրականացրել ենք, որի հետևանքներից միջ այսօր չեն կարողանում դուրս գան։ Ինչ են արել Ֆրանսիայում հուդայածառերը 30 արծաթով դավաճանել են ֆրանսիացիներին։ Լավ, ի՞նչ է այս հարցով կարծում գլխավոր կանաչապատողը կամ կանաչազերծողը Բեգոյան, մի հատ հստակություն մցրեք։ Հա, կարող եք հանգիստ ձայնով դա ասել, կամ կարող եք հարևանի պուջելի ձակին պատահաբար լղճած մարդու ձայնով ասել։ Որպես փոշեկլանիչ մի քանի անգամ պատիկ ավելի լավն են, քան թեղի տեսակի ծառատեսակները եւ որպես փոքր սաղար ձևավորող դա էլ չի համապատասխանում իրականությանը, նրանք ձևավորում են բավականին մեծ սաղարթ։ Շնորհակալ ենք, պարոն Բեգոյան։ Լավ, ծրվենք մի փոքր ԱԺ-ով, որտեղ էլի սկանդալ կար։ ԿՊ բարորակ օլիգարխ Սուքիասյանը ներողություններ խնդրում ԱԺ-ի կորիդորում ինչ-որ վատ ձևակերպման համար։ Ներողությունը ֆիքսեց մեր գործընկեր Նարեկ Կիրակոսյանը։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա է ձեր լսեք, ձեր ինքնությունը սա է։ Քիվը շփոթված եմ ասել, հայտարարություն եմ տարածել։ Չէ, ներողություն, փրկվեք խոսեմ։ Չեմ տալիս ձեզ։ Լսեք, չեմ տալիս հարց։ Ներողություն եմ խնդրել։ Բայց ներողությունը բավարար չէր։ Գրքերը դերասան երբ պատգամավորը զգաց, որ օրա անկեղծ ներողությունը տեղ չի ասնում։ Լսի, ներողություն եմ խնդրել։ Հեռացեք ստենից։ Easy Tiger, այո, լրագրողները կարող են ներվայնացնել մարդուն, բայց կյանքում կան նաև դրական բաներ։ Օրինակ, երբ Seal Plaza-ն է սառնում $5,000, բում! Մալադեց, բայց լրագրողին, որ վախի մթնոլորտին չի տրվում։ Լսեք, չեմ տալի հարցազրույց։ Հեռու գնացեք։ Սա ասա տարածք է։ Եղավ, շնորհակալություն։ Վերջ միջադեպը արագ հարթվեց։ Փորձառու քաղաքական գործի իմաստուն, ուղղակի անցավ լրագրողի կողքով եւ վերջ։ Այո։ Բայց դա զուգահեռ տիեզերքում, իսկ մեր մոտ Սիլաչի ասպետը մինչև վերջի խազ կռվեց լրագրողի հետ։ Ես հիմա, լսեք, դուք շատ վատ մարդ եք։ 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք անում, որտեղ դուք փող եք աշխատում ձեր, լսում եք, ձեր YouTube-ներով ուզում եք շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասի, շփոթվել եմ, դուք այլ հարց չեք տալի, լռեք։ Դուք փող եք աշխատում նրանով, որ ներվայնացած падգամավորը ասում է, որ դուք փող եք աշխատում, մոտենալով ներվայնացած падգամավորին։ Կտրեք նրա այդ փողի աղբյուրը, մի ներվայնացրեք ու մի թողեք ներվը մոնետիզացնի։ Դե չէ,
Քպայական ասպետը ուզում է որ լրագրողն էլ մի քիչ մոնետիզացնի։ Հիմա չի կարա այս ընկերը երիտասարդ իմ փորձի, իմ կյանքի, իմ պատկերացումների, իմ մարդկային որակների վրա ազդի։ Զատո դատելով մուկ բորդո երանգներից ազդելա ձեր երեսի գույնի վրա։ Իսկ մուկ բորդոն էտի մենակ Yandex-ի քարտեզներում է շատ վատ։ YouTube-ում էտի փող ա բերում։ Գնացեք այն կողմ ջուր մի լցրեք լրագրողի YouTube-յան ջրաղացին։ Դուք ո՞նց եք գումար վաստակում։ YouTube-ներով։ Լսեք, ի՞նչն է գրանցված։ Գրանցվածա որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ինչ ա պետք։ Սկանդալա պետք որ եկամուտ ունենաք։ Սկանդալը որն է։ Մի հատ բորդո падգամավոր, որ մի ժամ գորգրա կողքը նարեկը Տեսլա կառնի։ Դե վсё, դուք է մի տրվեք նյարդերին գնացեք հանգիստ մի հատ ուրցով չայ գմփցրեք։ Մնացեք մեզ հետ։ Մեզ հաճախ հարցնում են, եթե տեղադրեցի արևային կայան ու լույսերը տարան, մեր մոտ լույսեր կլինի։ Նայ, քանի որ կայանները միացված են լինում ընդհանուր ցանցի, երբ լույսը գնում է, ձեր տանն էլ է գնում։ Բայց Solar Holding-ը դրա մասին էլ է մտածել, նրանց մոտ կան ակումուլյացիոն կայաններ, որոնց շնորհիվ ձեր տան լույսը միշտ վառ կլինի։ Solar Holding, եղիցի լույս, անգամ եթե շենքում լույս չկա։ Այսքաններ այսօր Արուն կոմեդին։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեո բոցը։ Այստեղ եկան մի ամերիկան շուրջոկներ ու ամեն մեզ նայում են։ Տղաներ, տղաներ։ Տղաներ, բարև ձեզ, բարև ձեզ։ Հռոմի պապա նարեք։ Հռոմի պապա։ Հռոմի պապա։ Կարծես երեք նակար։ Իսկ այսօր արդեն սպասում ենք սպիտակ ծուխի։ Որն է ամենատրամաբանական հաջորդ Հռոմի պապը, քո կարծիքով նարեք։ Նա ում կառաջադրի կոմունիստական կուսակցությունը։ Նա ով խոսքը մեջ Աստծուց է խոսում։ Արա նա ով մի ամբողջ լենինական, աթեիստական կոմունիզմը դարձրեց հավատացյալ Վարդանիկ, մեր պապ, մեր տեխնացուն պապի։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։